Տիկին Ալավերդյան, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ առաջարկներով եք ներկայացել եւ արդյոք ինչպես կարող են այս իրավիճակում արցախցիները պաշտպանել իրենց իրավունքները։ Խոսքը գնում է բնակարանային ապահովման մասին։ Ուրեմն ես էլ եմ ասում, 23 թվականին մեր կազմակերպությունը արցախցիների մի խումբ, մի 3-4 արցախցիների հետ մենք հանդիպել ենք եւ սոցիալ նախարարության փոխնախարարի հետ եւ հստակեցրել ենք այն ժամանակ այդ ծրագիրը չկար, որ բնակարանային ապահովման խնդիրը, որը համարվում է միջնաժամկետ ծրագիր ցանկացած երկրում, լուծվում է միայն ու միայն մեկ ձևով եւ դա արդեն վաղուց իր արդյունավետությունը ապացուցած մեթոդ է, այն է սոցիալական բնակարաններով ապահովելու։ Այն խոսակցությունը, որ ինչ է բոլորը Երևանում են ուզում թե ոչ, դա շատ կներեք ոչ առարկայական է, ինչու, որովհետև արցախցիները դեռ 20 թվականին Շուշիից եւ Հադրութից դուրս մղվելով առաջարկել են համայնքային շինարարություն, դա լինի այս կամ այն շրջանում, ուղղակի դա կլուծի մի քանի խնդիրներ եւ ազգապահպանության եւ մշակույթի պաշտպանության եւ խնդիրը կլուծի այն առումով, որ այդտեղ էլ կստեղծվեին աշխատանքի տեղեր, ինչպես իրենք աշխատում էին Արցախում, այդպես էլ կլուծվեր։ Որտեղից պիտի գումարները լինի։ Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծրագրով դեռ 23 թվականի, 24 թվականի, 25 թվականի համար նախատեսված էին գումարներ։ Հենց այդ գումարներն էլ պետք է հղվեն այդ նույն նպատակներին։ Դա մերժվել է եւ սոցիալական բնակարանային շինարարությունը մենք առաջարկել ենք դեռ 90-ականի վերջում, որովհետեւ այն ժամանակ ավելի քան 340,000 փախստական են ընդունել Հայաստանը եւ կարողացել է ինչ որ ձևով լուծել։ Այն ժամանակ պատկերացրեք, եւս մի թափ այդպես մի պահ կար, որ այդ սոցիալական շինարարությունը իրականացրեցին, բայց ավելին իրենք սեփականության իրավունքով տվեցին փախստականներին, որոնք արդեն ավելի քան 10-15 տարի ապրում էին, այսպես ասած, առանց իրավունքների եւ շատ վատ պայմաններում։ Հիմա ինչ է նշանակում սոցիալական բնակարանի շինարարություն։ Հայաստանի Հանրապետությունը այդքան հարուստ պետություն չէ, որ հույսը դրել է միայն նրա վրա, որ ամեն մեկը պետք է լինի սեփականատեր։ Դա վերաբերում է եւ Հայաստանի Հանրապետության անօթևան մեր հայրենակիցներին։ Ինչու, որովհետև պետությունը ամենաաղքատն է տվյալ դեպքում։ Մենք առաջարկել ենք լինի դա պետական մակարդակով, լինի տեղական ինքնակառավարման մակարդակով, համայնքները ձեռք են բերում, իրենց սեփականությունն են դարձնում բնակարաններ եւ տրամադրում են օգտագործման իրավունքով արցախցիներին։ Դա քաղաքական հարց է լուծում։ Արցախցին գիտի, որ ոչ թե նա եկել է այստեղ մնալու մշտական ապրելու սեփական տանը, այլ նա ունի իր տանիքը, նորմալ վիճակում նա ապրում է եւ կարողանում է նորմալ պայքարել իր վերադարձի համար, այսինքն գլխավոր նպատակը վերադարձը նա մնում է ինչպես այսպես ասած նպատակ եւ այդ առումով իր բնակարանում ինքը ապրում է այդպես ինչպես մենք ապրել ենք սովետական ժամանակ մենք սեփականատեր չենք եղել ավելին սովետական ժամանակ եղել է իրավունք փոխանակման մենք կարող ենք եւ դրանից էլ զրկենք այսինքն թողած այդ հստակ ճանապարհը որը հարստացնում է պետությունը չի աղավաղում շուկան որովհետև ստացվում է, որ պետությունը մի ֆիզիկական անձին գումար տալով, նա էլ պետք է ուրիշ ֆիզիկական անձին դա աղավաղում է ամբողջ այդ բնակարանային շուկան եւ այդպես էլ եղավ դուք բոլորդ հիշում եք որ 23 թվականին մի անգամից տասնապատիկ փաստորեն շատ անգամ թանկացան թե բնակարանների հանձնման այսպես ասած գները եւ սեփականության առումով երբ որ իպոթեկ է եւ այլ տեսեք ինչ ծուղակ է որ դու կարողանաս այդ ստանաս այդ հրամուրը դու պետք է քաղաքացի լինես որովհետեւ ասում է դու քաղաքացի չես ինչը հակասահմանադրական է ես կյանքում չեմ համաձայնվելու այդ որոշման հետ այն է 26 հոկտեմբերի համար 1864 գծիկ են որոշումը դա ամբողջովին հակասահմանադրական որոշում է բայց ընդունենք որ դա սկսել է գործել
Սկսել է գործել հիմա ինչու համար, որն է նպատակը։ Ասում է հիմա դու պետք է սկզբից ընդունես քաղաքացիություն, որտեղ ես կգրեմ քո ծննդավայրը Ադրբեջան, երկրորդը դու դրանից հետո ոչ սոցիալական բնակարան կստանաս, այլ իպոթեկ կվերցնես եւ քանի տարի հետո դու պետք է բարձր վերադարձնես։ Շատ կներեք, դա վաճառք է։ Այսինքն պետությունը ոչ թե ապահովում է իր կողմից ընդունած մարդկանց, այլ նա վաճառքի է, նա սկսում է բիզնես ծրագրեր իրականացնել, ինչը եւս մերժելի է։ Ես համոզված եմ, որ եթե արցախցիները կարողանան միավորեն իրենց կարծիքը մի ինչ որ այդ խնդիրը լուծելու համար, կրկնում եմ, շատ պետություններում այդ մոդելը օգտագործվում է եւ պատկերացրեք եվրոպական ամենահարուստ պետությունները, օրինակ Գերմանիան, Ֆրանսիան, այդպես չեն անում, որ Աֆղանստանից կամ Աֆրիկայից կամ արաբական այլ երկրից եկած մարդուն գումար տան, որ ինքն էլ գնա վարձի բնակարան ու ապրի։ Դա մերժված բան է, դա աբսուրդ է դա։ Հիմա ցավոք սրտի ոչ արցախցիներն են առաջարկել։ Ինչն է պակասում այսօր, երբ որ ես ասում եմ մենք գնացել։ Հաշվարկ է պետք։ Քանի ընտանիք ունենք, քանի ինչ բնակարաններ, որտեղ կարելի է համայնքներով, որ մի մարզերում այդ նույն բանը անել։ Հիմա տարուկեսը անցել, մի տեսեք քանի շենք է կառուցվել այս տարուկեսվա մեջ։ Չէր կարելի այդ ժամանակ ընդունել դեռ 20 թվականից եւ կառուցել, այո, համայնքային, այո, այլ վայրերում դա ապահովում ինչ նշվում ինտեգրում, չէ, հայերը պետք է ինտեգրվեն հայերի հասարակության մեջ, ոչ։ Նրանք պետք է ապահովվեն եւ յուր այդ բոլոր որակները օգտագործեն հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը։ Հիմա փաստորեն ամեն անգամ բերում են նրան, որ արցախցիները բեռ են Հայաստանի Հանրապետության համար։ Դա կրկնում եմ, ուղղակի աբսուրդ է։ Եվ այս առումով ես էլի առաջարկում եմ արցախցիներին նստել, հաշվարկ անել եւ եթե պետությունը չի վերցնում իր վրա այդպիսի շինարարությունը կամ ապահովումը, պետք է արցախցիները դիմեն այլ չգիտեմ, հիմնադրամների, Սփյուռքին եւ այլն։ Սփյուռքը կտեսնի արդյունքը իր, ոչ թե կսփռի գումարը այստեղ է, այնտեղ է, ուր է գնացել։ Այս նա կտեսնի ինքը այս շինարարության համար գումարները կդնի։ Դա իր սեփականությունը կլինի, ոչ մեկի սեփականությունը չի լինի։ Հիմա սովետական միություն չի, որ ոչ մեկը իրավունք չունենա այդպիսի շինարարությունը։ Այսինքն այդ լուծումները ես համոզված եմ, ուղղակի այսպես ջրի երես են։ Մենք պետք է պարզապես օգտվենք եւ միասնական այդ առաջարկություններով հանդես գանք։ Ես օրինակ ուզում եմ հարցնեմ, արցախցիների միասնական որևէ խումբ որ մի հիմնադրամին է դիմել կազմակերպված ձևով եւ առաջարկել իր որևէ այսպես հոդաբաշ գրված մի ծրագիր։ Եկեք մենք հստակեցնենք, որ մենք փաստորեն հույսը կապում ենք օրվա իշխանության հետ, ես չեմ թաքցրել, ոչ էլ քաղաքականացնում եմ։ Ես գիտեմ, որ այս իշխանությունները եկել են այս ծրագրով Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ կամ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը։ Հիմա էլ ինչ ասեն։ Հիմա բոլոր ձևերով դա անում են։ Մենք հիմա ինչ ենք ուզում անել։ Մենք չէ պատին հախփում ենք գլուխով, որ կարողանանք պատը ջարդենք, ոչ։ Մենք տեսնում ենք չենք կարողանում պարտադրենք այս իշխանությունը, պետք է գտնենք մեթոդը, որտեղ նպատակը պետք է լինի, գեր նպատակը։ Արցախի վերադարձը հայերին, ոչ թե արցախցիների հիմա վերադարձը անհասկանալի, չպաշտպանված եւ մարդակեր իշխանությունները Ադրբեջանի ներքո, այլ մենք պետք է դրա վրա, բայց դա կարող է լինել մի քիչ հեռահար նպատակ։ Մոտակա նպատակը Հայաստանից չգնան արցախցիները, որովհետև հետո դա հնարավոր չի լինելու։ Մենք ունենք շահումյանցիների օրինակը, երբ որ 92 թվականին շահումյանցիներին դուրս մղեցին իրենց, նրանք մոտավորապես մի տարվա մեջ բոլորը գնացին, գրեթե բոլորը Ռուսաստան գնացին։ Հիմա այդ նույն դրա համար մենք պետք է նպատակային աշխատենք։ Ես կարծում եմ, որ դա քննարկելու ոչ թե այսպես ոտի վրա, ինչպես ասում են, այլ լուրջ քննարկելու գործը։ Ես համոզված եմ, որ այդ խնդիրը լուծելի խնդիր է։